Շարամանյան, շարունակելով նայեք այս համատեքստը, ձեզ մեղադրում են լուծարման մեջ հանրապետությունը, բայց այսօր առաջին ամբիոնից թիվ 1 խոսափողը Փաշինյանը պարբերաբար հայտարարում է Լեռնային Ղարաբաղի էջը փակելու մասին, բոլոր հայտարարություններում նշում է անգամ հակամարտության մասին փաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է դեմ չէ, որ դա էլ այսպես փակվի եւ անցնի պատմության գիրկը։ Այս համատեքստում նախ ձեր գնահատականը հնչող հայտարարությունների վերաբերյալ Արցախի էջը փակելու եւ հետագայի վերաբերյալ ինչպես եք տեսնում այս դեպքում հայկական Արցախի էջը վերաբացելու հարցը, ինչ աշխատանքներ պիտի տարվի։ Արցախի էջը չի կարելի համարել փակված, մինչև Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է եւ չկա իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն։ Փաշինյանը ձեզ հարցրել է, որ այդ հայտարարություններն արել եք Արցախի ժողովրդի։ Ոչ, մենք կապ չունենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարմանը, մենք իհարկե դրան դեմ ենք, որովհետև դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։ Այդ որոշումները Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը լուծարելու, դա հայտարարում է Հայաստանի իշխանությունները եւ ես ակնկալում եմ նաեւ Հայաստանի քաղաքացիների արձագանքը։ Իսկ դուք հետաքրքրվել եք ինչու հայտարարությունը, երբ Արցախի ժողովրդի համար լավ պիտի լինի Ադրբեջանի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի, այնտեղից սղեցին արցախցիների հարցը։ Հետաքրքրվել եք օրինակ հայկական իշխանական շրջանակներից, եթե ոչ Փաշինյանից, ինչու ձեզ համար այդպես էլ լավ չեղավ։ Չէ, այդ հարցերը ես խնդրում եմ ուղղակի։ Պարոն Շարամանյան, դուք ասում եք, որ Արցախի էջը փակված չէ, բայց Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով նաեւ արտահայտվել եւ ասել է, որ Հայաստանում երկրորդ կառավարություն չի կարող լինել, վտարանդի կառավարություն չի կարող լինել։ Մենք դրա հետ համաձայն ենք։ Չկա Հայաստանի Հանրապետությունում երկրորդ կառավարություն, կա մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Մենք երբևիցե մեզ չենք համարում, որ մենք Հայաստանի կառավարություն ենք։ Մենք Չէ, դուք ժողովրդի վարքյան, քանի որ ասում եք Արցախի Հանրապետությունը լուծարված տեսնում եք, ես այդ կոնտեքստում եմ հարցնում։ Այդ դեպքում, եթե իրենք համաձայն չեն եւ ձեր հետ որևէ քննարկման իրենք չեն գնում, ինչպես եք պատկերացնում այդ աշխատանքը։ Մեր ճանապարհը ունենալ հայկական Արցախ, այդ ճանապարհը գնում է ուժեղ Հայաստանի, անկախ Հայաստանի եւ այդ իրական Հայաստանի գաղափարը դա ես թողնում եմ Հայաստանի քաղաքացիների մեկնաբանմանը մեր համար ուժեղ Հայաստանի միջոցով։ Պարոն Շարամանյան, արցախցիների վերադարձի հարցը։ Արտակնից կամ բանակցությունների մասնակցական։ Ունեք ինչ-որ մի կանչ կամ ինչ-որ մի առաջարկություն։ Դուք տեղյակ եք, որ վերջերս պատիվ հետ վերադարձի հետ է կապված էլի Արցախ։ Ստեղծված է ազգային ժողովի կողմից համապատասխան հանձնախումբ, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը, եւ բավականին լավ աշխատանք են իրականացնում, այդ թվում միջազգային հանրության ներկայացուցիչների հետ։ Դուք տեղյակ եք, վերջերս Շվեյցարիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որով նախատեսվում է խաղաղության կոնֆերանս իրականացնել Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ։ Մի բան է խնդիրներ, դուք էլ գիտեք, որ սոցիալական սուր խնդիրներից պարզապես չգիտեն ուղղակի որ մեկի դուռը թակեն, անընդհատ լրագրողներին խնդրում են մարաթոններ, հաշվեհամարներ են տալիս, բայց դա հարցի համակարգային լուծում չէ։ Ձեզ էլ այս իշխանությունները պարզապես փորձում են անտեսել, արհամարում են, չեն ընդունում, այնտեղ մեկ իշխանական падգամավորներից ասում է Շահրամանյան թող ինքնասպան լիներ, չստորագրեր, Արցախի էջը չփակի։ Հիմա ո՞նց եք դուք այս միջավայրում պատկերացնում արցախցիների շարքային, արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը։ Անողը անձամբ ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը։ Երկրորդը, այո, եւ այո։ Ես չեմ ուզում դիսկուսիա վերացնենք, ուզում եմ ձեր հարցին պատասխանել սոցիալական հարցի հետ կապված։ Այո, արցախցիները կայունացած են լուրջ սոցիալական հարցերի եւ բախվում են դրան։ Որ ասել Հայաստանի կառավարությունը ոչինչ չի ասում, դա սխալ կլինի, որովհետեւ լուրջ ֆինանսական միջոցներ են ուղղվում այդ ուղղությամբ։ Բայց դա բավարար չէ, որպեսզի արցախցիները արժանապատիվ կարողանան ինտեգրվել եւ շարունակել ապրել Հայաստանի Հանրապետությունը։ Ես նաեւ գիտեմ այդ հարցն էլ կառաջանա ձեր մոտ։ Արցախցիները իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, որովհետև իրենք ունեն համապատասխան անձնագրեր եւ ոչինչով չեն տարբերում Հայաստանի քաղաքացիներից։
Պարոն Շահրամանյան, Սրա հետ կապված անգամ հանրայինի եթերում Գեգամ Ստեփանյանի հետ հարցազրույցի ընթացքում ասում են հələ մի հատ դարեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ նոր Հայաստանի կառավարությունից ինչ որ բան պահանջ եք ընդունում եք։ Ներողություն։ Ես ուզում եմ ուշադրել, ես ին վրա օրինակը կբերեմ։ Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության թոշակառու։ Ես ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրվող ID քարտ։ Ես ունեցել եմ դիվանագիտական անձնագիր։ Հիմա ասեք, ես ոնց կարող եմ լինեմ ոչ Հայաստանի քաղաքացի։ Պարոն Շահրամանյան, վերադառնալով ներդրումային ֆոնդին, դուք չասացիք սկզբում իմ հարցին ի պատասխան, որքան գումար կա այդ ֆոնդում, ինչպես է սառեցվել, եւ դուք առաջարկում եք գնալ ժամը 10-ին հավաքվել, նախ հավաքվել ձեզ մոտ, հետո գնաք ինչ-որ խմբով դատախազություն եւ դիմել եք, որ դատախազը ձեզ ընդունի, թե ոնց եք պատկերացնում։ Նայեք, ես նշել եմ, որ բազմաթիվ անգամ հանդիպել եմ նախաձեռնող խմբի հետ։ Ինչքան գումար կա։ Ներդրումային հիմնադրամի գումարները այս պահին սառեցված են, հստակ թիվ չեմ կարող ասեմ, բայց նաև կա ընդհանուր բյուջետային մնացորդները եղել են մոտ 1.4 միլիարդի կարգի։ Իսկ հիմա։ Հիմա չէ, դա ես ասում եմ Հայաստան տեղափոխվելուց հետո 1.4 միլիարդ բյուջետային մնացորդներ ունենք, որոնք Հայաստանի կառավարության որոշման համաձայն իրենց հետ համաձայնեցնելով ծախսում են միայն ու միայն սոցիալական աջակցություններ, չէ դրամի մասին է խոսքը։ Եվ մի բան էլ գործընկերներս հիշեցին, որ մամուլում տեղեկություն կար, որ թե նոր նախագահի ժամկետը լրանում է Սամվել Բաբայանն է հավակնում։ Ինձ հետաքրքիր առասարակ հանձնված պետության այդ նախագահի պաշտոնը ինչքանով է կարևորել եւ եթե գա ժամկետ այդ ընտրությունները դուք ոնց եք կազմակերպելու, ինչ եք անելու, առաջադրվել եք թե ոչ։ Ինձ թվում է առաջիկայում բոլոր ձեր հարցերին պատասխանը ստանալու եք հրապարակային։ Պարոն նախագահ, Հրապարակային։ Պարոն նախագահ, օրերս տեղի ունեցել նիստ խորհրդարանում օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որպեսզի Արցախի նախագահի ինստիտուտը մշտապես հնարավորություն ունենա գործելու մինչև համապետական ընտրություններ իրականացնելը։ Կասեք, կմեկնաբանեք, ինչու ենք այդքան կարևորում Արցախի նախագահի, Արցախի կառավարության ինստիտուտների պահպանումը։ Այո, դա պետական ինստիտուտներ է, որը պետք է պահպանվի, որպեսզի հետագայում մենք հնարավորություն ունենալ լեգիտիմ ներկայացուցիչներ, հետագա բանակցությունների, քննարկումների, շփումների համար։ Շնորհակալություն։ Դատախազն եք ուզում որ հանդիպեք։ Հա, ձեր հարցին չպատասխանեց, ուրեմն ես որ հրավիրել եմ ժամը 10-ին նախաձեռնող խմբին, ես կփորձեմ մեր խողովակներով ձեռք բերել պայմանավորություն դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ կխնդրեմ ընդունել նախաձեռնող խմբին, իրենք հնարավորություն կունենալ հղել իրենց հարցերը, ուղղել հարցերը եւ ստանալ սպառիչ պատասխանել եւ հրապարակել մեր ժողովրդին։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք։ Ես կողմ եմ, որպեսզի այդ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտվեն, մեղավորները պատժվեն, վերջապես ժողովուրդը իմանա ովքեր են մեղավորները եւ դա չպրոյեկցվի բոլորի վրա։ Դա մեր համար էլ է շատ դժվար, որովհետեւ այսօր դուք ինչպես նշում եք, նախագահին են փորձում թիրախավորել, մեղադրել, այն պարագայում Բաբանի կողմից ուղղորդում տեսնում եք դուք։ Ոչ, ես 3 Սամվել Բաբայանի հետ քննարկել եմ, ինքը կտրուկ մերժել է իր հնարավոր ինչ որ առնչությունում այս բողոքի ակցիային եւ տարածել է համապատասխան հայտարարություն։ Ինձ թվում է մնացած հարցերը լավ կլինի ուղղեք իրեն։ Ատելություն ենք հարազում արցախցիների հանդեպ, ինչու դուք որպես Արցախի նախագահ կոշտ եւ կոպիտ պատասխան չեք տալիս։ Ես այդ հարցին պատասխանեցի, որ մենք դատապարտում ենք եւ ովքեր այդ նման հայտարարություն անում են, դրանք պարակտում են մեր հասարակությունը եւ ներազգային ճշնամանք են սերմանում։ Պատասխան չեք տալիս, որպեսզի նրանք հասկանան, որ ի վերջո Դատապարտելուց բացի էլ ինչ պատասխան։ Շարամայից հնարավոր է ոչ թե ձեր անձի դեմ ուղղված լինեն այսպիսի ակցիաներ, այլ նախագահի ինստիտուտի, Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտի, որ վերջնականապես ինչպես ամեն ինչ հնարավոր է, ինձ թվում է դուք այդ հնարավորությունը ունեք նաեւ ձեր հարցերը ուղղել կազմակերպիչներին։ Շնորհակալ եմ, ներողություն եմ խնդրում։